Ժողովուրդ ջան, որը սուտ չասեմ, բազմաթիվ զանգեր եմ ստացել ու միջև մայլ ստանում եմ, որոնց հեղինակներին հետաքրքրում է, թե արդյոք ոստիկանության հերթապահման ծրագրով, որ ցույց են տալիս օրինախախ ջիպավորներին, դրանց տեղերը գոնե տուգանվում են ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից, թե աշկապոցի է գնում։ Երկրորդն էլ հետաքրքրվում են, թե ճոխ համարներով ավտովարողները, որ գերատեսչության ու ինչ մարդիկ են, ու հիմա հերթով, շարքով, կարգով կհանձնենք ձեր դատին։ Նախ սկսեմ իմ նկարածներից։ Էդ անտեր ապա կտրոնն ինչ է, որ չեք խփում ձեր ավտոմեքենաների դիմապակուն։ Հոմանդատ չի, դրել եք գրպաններդ ու կարել եք։ Մեկը հարցնող լինի, էդ որ կառավարությունը ապայի մասին օրենքը բերեց ազգային ժողով ու օրինագիծը ընդունվեց, ինչի եք ընդունում։ Եթե գիտեիք, որ կտրոնը չեք կպցնելու, մի հատ կետ ավելացնեք, որ ապա կտրոնը պարտադիր չէ օրենք ստեղծողների համար, այսինքն ձեզ, հարգելի падգամավորներ, թե ձեզ հանրապետության նախագահից ավելի բարձր եք դասում։ Հարցը շատ ինի դեր ասված, որ ինձ Թաթոս Մաթոսի դուրը ցույց տվեցի, լավ սուր ասած։ Ես գոհ եմ քեզանից ասած։ Հարգելի ներկա եւ ապագա падգամավորներ, այդ ձեր ականջներին օղ արեք, որ եթե հանրապետության նախագահային սպասարկող ավտոմեքենաներին փակցված են ապա կտրոնները, ապա ձեր մեքենաներին պարտադիր պետք է փակցվի։ Թե չէ հետո արդարանում եք, թե մեքենան վլանալուց հետո կտրոնը մաշվել էր։ Չնայած երկրագնդի ոչ մի երկրում մեքենան միջից չեն վլանում, ինչպես որ հայտնում եք դուք, մենք ասում ենք լվանալ։ Տղաջա, այդ ինչ մեքենա է։ Մոսկվիչ։ Իմ համար գնում էի հերթական նյութի հետևից, բայց դու մի ասա նյութն է ինձնից առաջ ընկել։ Էտուր այ ախպեր, Նյուտոնի օրենքից տեղյակ չեք։ Արջևիցս սլանում էր ազգային ժողովի падգամավոր Վահան Հովհաննիսյանին սպասարկող Toyota Corolla Magnishi 032 OO01 համարանիշի ավտոմեքենան։ Падգամավորի վարորդը Դավիթաշեն կամուրջի վրա հատելով առանցքային կրկնակի հոսգծերը կատարում է ձախ շրջադարձ, չմտածելով, որ ստեղծում է վթարային իրավիճակ համընթաց եւ հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցների համար։ Ի տարբերություն որոշ падգամավորների, կառավարության եւ ուժային կառույցների եւ ընդդիմադիր ու իշխանամետ քաղաքական դաշտի ներկայացուցիչների, դաշնակցությունից ոչ մի զանգ չստացա։ Հաջորդ օրը ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի աշխատակիցները 30,000 դրամով թեթևացրեցին վարորդի դրամապանակը։ Այ մարդ ավտոյի գինը ասա։ Ավտոյի գինը ասեմ 30 կոպեկ։ Հետո էլ ասում են, թե լրագրողներն ընկել են մեր հետևից։ Ազգային ժողովի падգամավոր Տիգրան Ստեփանյանը BMW X5 Magnishi ավտոմեքենայով իր ոտով եկել թարել էր Տիգրան մեծ հրատարակչություն, կամ ավելի շատ հայտնի որպես մամուլի շենքի դեմը։ Ասա այ падգամավոր ջան, եկել ես առանց ապա մի ամբողջ մամուլի շենքի դեմ կանգնել ես։ Լավ մեկը չտեսավ, մյուսը չտեսավ, բայց այդ 15 հարկանի շենքում ոնց կարող է մեկն ու մեկս չտեսնի։ Չգիտեմ, ի ուրախություն, թե դժբախտություն Ստեփանյանի ես տեսա։ Արդեն կես գիշերին իմացա, որ ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի հանձնարարականով գումարտակի աշխատակիցները Արարատի մարզում կալմեջ են անում падգամավորին ու նրա համեստ քսակի պարունակությունը թեթևացնում են 10,000 դրամով։ Տղերքը ակտ են խփում падգամավորի վրեն, падգամավորն էլ ապան է խփում մեքենայի վրեն։ Վերջին մեկ տարում նյութերից թոփ 10-ը գլխավորում են Հարություն Կարագոզյանը, որն ավելի շատ հայտնի է Կարամելի Հարութ, եւ Արկադի Համբարձումյանը, Դերժավայի Արկադը։ Սկսեմ Հարություն Կարագոզյանից։ Երբ նրա падգամավորական ավտոմեքենան վթարի պատճառ էր դարձել, վթարի վայրում հավաքվածներն ասում են, թե չես տեսնում ավտոյի վրի համարները։ Այդ ավտոն անձեռնմխել է, ով կարա տանի պլաշատ կա։ Այտենց ավտոները չեն տանում, գայշնիկների թուրը չի կտրում։ Նկարահանումների ժամանակ էլ դատախազության քննիչներից նրա ազգականը համոզում էր ինձ, որ դադարեցնեմ նկարահանումները ու վթարի մասին լրատվություն չտրամադրեմ։ Բայց դե ոնց կարաս ասեղը խոտի դեզի մեջ պայես։ Երբ այդ անտեր վթարը ոչ ավել, ոչ պակաս տեղի էր ունեցել կենտրոնի թաղապետարանի դիմաց։ Ու ի զարմանս հավաքվածների падգամավորի ավտոմեքենան մեկ օր հանգրվանեց փոսի գայում։ Ութանակը դեռ չչորացած հերթական վթարը Աբովյան Տերյան խաչմերուկում։ Ու էլի Կարամելի ավտոմեքենան բախվել էր մեկ այլ ավտոմեքենայի, կար նաև վիրավոր։ Ու կրկին անգամ падգամավորի համար իր հյուրընկալ դռները բացեց Ուզբոն, պլաշատկի ոստիկան Խավորը։ Թոփ 10-ի երկրորդ հերոսը
Դերժավայի արկածը։ Ազգային ժողովում քննարկումներ էին գնում։ Զուգահեռ շենքի դիմաց մարդիկ բողոքի ակցիա էին իրականացնում։ Ու հենց այդ պահին պատգամավորը իր գոլեգա պատգամավոր Նահապետ Գևորգյանի հետ սլանում էին Բաղրամյան փողոցով, ավտոմեքենաների դիմապակու վրա չունենալով ապա կտրոն։ Նկարահանելուց հետո Համբարձումյանի վարորդը մոտեցավ ու համոզում էր, որ չհրապարակեն, սակայն ձայն բարբարով, ձայն հանապատի։ Ստիպված քթի տակ մռմռթալով ճողոպրեց։ Հաջորդ օրը եւ Արկադի Համբարձումյանը եւ Նահապետ Գևորգյանը առավոտ կանուխ հանգրվանեցին ճանապարհային ոստիկանություն եւ տուգանվեցին, իսկ կտրոններն էլ փակցվեցին դիմապակուն։ Աղա սիտուր Չեմ տա։ կտա փու Ար։ Վերջու։ Թող ինձների Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, բայց եղեգնաձորցիներն ինձ ասում էին, թե մեր մարզպետի քայլը ղամազություն էր, ինչ էր արել։ Պատրաստել էր տվել ինքնաշեն համարանիշ ու նույն համարները 031 LL 55 օգտագործում էր համ Range Rover-ի, համ էլ Nissan Altima-ի վրա։ Իսկ ինչու են եղեգնաձորցիները այդ կարծիքին իրենց մարզպետի մասին, քանի որ մարզպետը 300,000 դրամ տուգանվելուց հետո հայտարարել էր, թե Լեռնային շրջան ենք, Ձյունա, Սառնամանիկա, կառավարությունը գոնե ինձ խրախուսի, գայի է ուղարկել ինձ տուգանելու, գային էլ գալիս ու տուգանում է, մեկնաբանությունները կարծում եմ ավելորդ են։ Деточкин нарушал закон, но нарушал из благородных намерений. Он, конечно, виноват, но он не виноват. Անցնեմ լրագրողական հետաքննությանս, ինչպես արդեն տեղյակ եք, ոստիկանության լրատվության մեր գործընկերները արդեն քանի ամիս է, երբ հեքիաթը կանչում է, սկսում են նկարահանել օրինախախտ ու կարկազանց տարբեր կալիբրի վարորդների։ Եվ այդ ամենը եթեր է հեռարձակում Armenia հեռուստաընկերության հերթապահ մաս ծրագրով։ Ու հենց այստեղ է, որ թաղվում է շանգլուխը։ Այսինքն, գործընթացը եթերով չի ավարտվում, ժողովուրդ ջան։ Իրական կինոն սկսում է եթերից հետո։ Մեկը մեկին հերթ չտալով, այս մեքենաների տերերը հայ փոստի բաժանմունքներում ու խնայ դրամարկղներում իրենց կատարած օրինախախտումների տուգանքներն են մուծում։ Ժողովուրդ ջան, հավատացեք, տուգանքները սկսում են 5,000-ից մինչև 200-300,000 դրամ։ Չնայած, որ շատերի համար նշածս գումարները եղանակ չեն ստեղծում։ Հիմա նայեք այս ծիծակ համարներով մեքենաներին, որոնց տերերը իրենց անպարտելի են համարում։ Հերիքա տամ մի քանի ավտոմեքենաների համարներ, տերերի անունները, որ հասկանաք, որ այս երկրում արտոնյալ մարդ չկա։ 55 LL 005 Սարգիս Մարկարյան 11 PS 111 Վահե Գրիգորյան 60 DD 006 Արտակ Ալեքսանյան 77 VV 700 Ռուբեն Սանդոյան 44 TS 444 Գագիկ Բեգլարյան 90 DD 999 Կարեն Մանուկյան 600 PP 02 Արարատի կոյնակի գործարան 06 LS 006 Վարդան Հովանեսյան Ժողովուրդ ջան, նենց որ մի կասկածեք, համոզվեցիք, որ ոստիկանությունը մի կողմից, ես էլ մյուս կողմից խստորեն հետևում ենք, որ ճանապարհային երթևեկության խախտում թույլ տված յուրաքանչյուր ոք հայտնաբերվի եւ ըստ օրենքի պատժվի։ Գագիկ Շամշյան, Սուրանկյուն։